Ինգ դագարանեն երբ գարտանք գտեսնենք որ Աստծո կամքը միշտ ընտանիքը հաստատել է եւ այդ որ տշնամին խանգարեց տշնամին մեղքով բերավ եւ դակնու վրա արավ ընտանեկան սիստեմը ինչպես որ եղած էր Աստծո կամքին համաձայն սատանա միշտ կփորձե խանգարել նույնիսկ Մաղաքիա 4:6 գարտանք կսե անիգա հայրերուն սիրտը որդիներուն եւ որդիներուն սիրտը հայրերուն պիտի դարձնե Ամեն ամենակեղեցիկ բանն է այսօր որքան աշխարհի մեջ գտեսնենք հայրեր զավակներ իրար հետ հերու են ընտանիքներ գդրդված են ադիգա զոգամքն է բնավ երբեք ադիգա տշնամին գամքն է բայց վերջին անգամ 5 դագարանի մեջ վերջին համարն է ասի ադոր վրա ասված 400 տարի ոյ մեկ քիրք մչավել ցավ 5 դագարանին վրա ադգեչ վերջ Հիսուս եկավ եւ ադամեն գոդրված հիմերը յետս սկսավ շինել եւ այսօր եկեղեցիով գշարունակվի Դիրոջ զրակիրն է ուրեմն, որ ընտանիքը միշտ միացած մնա եւ հոնդեղեն Սուրբ Հոգին մի դաշխատի ամբողջ աշխարհի վրա։ Եվ որ գտեսնես մեղքը ինչպես կփորձե մտնել ամեն դուն, ամեն շրջան, որովհետեւ խանգարե եւ միշտ գտնա ընտանիքին, հոր գտնա, մոր գտնա, զավակներուն գասնի եւ գտեսնես ինչպես շրջանը ավրվեցավ։ Եվ մենք մեր մեղանչական բնույթի մեջ, որովհետեւ մենք դակավին դգար ենք, շատ անգամ կփնտրենք դեղերու մեջ կորձել, ծարայել, աշխատել, որ մեզի իրականության մեջ հանգիստ կուդամիան։ Հանգիստն էլ սխալ չէ, հանգիստի երթալն է սխալ չէ, բայց որ ես միան իմ ուղղությունս կլա, որ ես հանգիստ գտնեմ իմ գդարածովս, շատ անգամ առանց սկալու, նույնիսկ սկալով ադներ Աստծո կամքին հերու գերտամ։ Ուզրով չէ, բայց որ ես իմ հանգիստս միան գուզեմ, կտեսնեմ Աստված ինձի ուրիշ բան մը գխոսի, բայց ես կուզեմ հանգիստ ապրիլ, ես կուզեմ հանգիստ ունենալ։ Բայց Աստծո կամքը ավելի հանգիստ պիտի դա մինզի, քան աշխարհի հանգիստը, որ մենք կփնտրենք։ Որովհետև հոստեղը աշխարհը մեզ հանգիստ պիտի դա, սիրտի մեջ Աստված աշխարհը հանգիստ պիտի դա, եւ ոչ ալաբակայի մեջ աշխարհը մեզ հանգիստ պիտի դա, միան Աստված մեզ հանգիստ պիտի դա։ Գրես ամեն մեկերնի սոսե սուբկիր կարտացեն ենք եւ սուբկիրին համաձայն մենք իրավունք ունենք ժառանգելու այդ բոլոր օրտնությունները։ Իրավունքը դե։ Եվ չես կնարած գեհերանալ, ասի իբրև Աստծո որդիք ու իրավունքը դե։ Բայց մեր կորձերը մեր անելիքը երկրի վրա մեր գդարածը գորոշե իրականությունը եւ արդյունքը որ պիտի ապրենք մինչեւ մեր վերջին շունչը առնենք Մեգուն դվավ գսե Մատթեոս 25-րդ գլուխ 15-րդ համար գսե մեգուն դվավ 5 տաղանդ ու մեգուն 2 ու եւ մեգուն 1 ամեն մեգուն իր կարողության չափ ու անմիջապես ջամփայելով եւ Աստված դվավ տաղանդ ամեն մեգերնուս Աստված դվավ մեզի ամեն մեգերնուս փամը Ընտանիքը, մայր, հայր, զավակ, շրջանակ, կորձ, ամեն մեկերնուս պաշին տրավ, ասի տերմինացած դաղանտներով մասին չեմ խոսիր գոր։ Բայց մենք ինչ կնենք ադոր մեջ, մենք ինչ կնենք մեր ընտանիքներս, մենք ինչ կնենք մեր շրջանակներս, գորոշե, մենք վերջը Աստծո հետ ինչպես պիտի ապրենք մեր կյանքը հավիդյան։ Իրաց մենք ինչ որոս կնենք 80 տարի է, 90 տարի, 100 տարի, բայց on հավիդյան հետ պիտի ապրենք։ Հավիդյանը ավելի արժեքավոր է որ հոն գետրոնանանք քան թե 80-90 տարիներուն որ ոչինչ է պիտի բջանանք ասես չեմ կետե սոցիալ մեդիայի վրա դեսերեք 20 տարեկան է ցավչունի մարմինին վրա 30 գլակ սկսի գրնա գծավի 40-ին բամուրիշ մինչև 60 ամեն օր ցավը նա գշատնա բայց երկինքի մեջ ադենք բամը չի գա երկինքի մեջ Աստծո հետ քեղեցիկություն է միան եթե քու ունեցած դաղանթը այսօր միան քու հանգիստիտ մեջը բահես քու ուզածիտ մեջը բահես Ըստ այս արագին ավելի պիտի գործընծնենք։ Ըստ այս արագին մեր ունեցած նալ բարաբի պիտի երթա։ Աստված եթե քեզի դվավ այսօր լավ կորձ, այդ կորձի մեջ Աստված գուզե բարավորվիլ։ Եթե քեզի դվավ ընտանիք, Աստված գուզե քո ընտանիքիդ մեջ, քո դանդ մեջ բարավորվիլ։ Աստված քեզ սխալմամ չդվավ զավակներ, չդվավ զույգ, չդվավ ընտանիք, չդվավ եկեղեցիմը։ Աստված դվավ որովհետեւ քու միջոցավդ ուր որ ես հոն բարավորվի ինքը։ Գրես աշակերտներուն եւ որ ղրգեց Հիսուս ասավ հիվանդները բժշկեցեք, բորոտները մաքրեցեք, թևերը հանեցեք, ծրի արիք, ծրի դվեք։ Ամեն ինչ որ մենք ունենք, ամեն հատ օրտնությունը, իշխանությունը որ մեր ցերքն է, ծրի է։ Եգուր բաժնենք, որովհետեւ էսի ծրի էր, ծրի ալդուր, եւ քու ունեցածը ավելի պիտի շատնա։ Եվ քու ունեցածը ավելի պիտի լա, բորոտները պիտի բժշկվին, հիվանդները պիտի բժշկվին, թևերը պիտի փախչին։ Ինչու որովհետև քու մեջդ Հիսուսը կա, քու մեջդ Սուրբ Հոգին կա, որ ադամենն ավելի զորավոր է, վատկա ավելի մեծ է։ Զենք պետք է ադոր համացան հանդիպինք իրեն հետ։ Ես ասպես գաղութեի ասնություն շուրջ եւ իմ սերդիս մեջ
Գուզեի հիտնալ գարձես քախնիկը, բայց իրականության մեջ քախնիկ չէ, ամեն օրվա իրականությունն է։ Եթե ես գուզեմ Սուրբ Օքին դվածը ապրիլ, ծրի արի, ծրի դալ, իր ուզած գամքին համաձայն, ես պետք ունիմ ամեն օր իր հետ հանդիպելու։ Եվ որ ես հանդիպիմ, այլևս այս համարները իմ վրաս փեր չեն լար, այս համարները ինձի սիրահարիմը խոսքը գլան, գարձես իրեն ես գուզեմ իրան իրամարասոն գնել, եւ ոչ թե որ աբա նոր եմ պետք է երտամ աղոթեմ, նոր եմ պետք է քարոզեմ, փեր չլար, այրականությունը գլա, որ ինձի սե ինչ գուզես սորանեմ։ Ինձի սե ուր գուզես երտամ։ Եվ որ Սուրբ Օքին հետ ամեն օր հանդիպում ունենաս, նույնիսկ եթե ցանկը դժվարություններ կան, այդ դժվարություններուն արժև դու դագավիմ սիրդետ պիտի ուզես Աստծո գամքը գդարել։ Մենք կկաչալերվինք խոսելու, մենք կկաչալերվինք շատ անգամ քարոզելու մարդոց, բայց ամեն մարդ իր կարողությունը ունի եւ ամեն մարդը լավ չէ դերևս քարոզելու մեջ, լավ չէ խոսելու մեջ, բարերը լավ չի գռնար արդասանել եւ մենք մեզի շատ անգամ այդ վիճակի մեջ գտնելով գսկանք որ դգարենք եւ բաժարներ գուտանք մենք մեզի որ ես ինչու չեմ գռնար, ինչու ես ինչպես ինձ կս գարթարացնեմ, որ ասիա ինձի չէ։ Նայեցեք, Ռաֆին լավ խոսող է, Ռաֆին թող խոսի, Վահեն լավ կորձող է, Վահեն գործե։ Ռաֆ ոչ։ Աստծո խոսքին համաձայն, քեզի դվավ մարդիկ ու շուրջը դեն խոսիր, քեզի դվավ ընտանիք խոսիր, հոնդերը խոսիր։ Կարևոր է որ լավ խոսիս։ Քացեք, ասավ ծրի արիք ծրի դվեք։ Ինչպես որ գրնակ ժամանակի ընթացքին գսորվինք։ Հակառակս ամեն ցայներուն, որ մեր միտքի մեջն է, որ շատ անգամ վախ է, Տշնամիեն ալ է շատ անգամ, Աստծո հետ հանդիպումի բագաս է շատ անգամ, պետք է սկսենք։ Պետք է իբրև եկեղեցի, պետք է իբրև ընտանիք, զավակներ, հայրեր, մայրեր, պետք է սկսենք խոսել Հիսուսի մասին։ Գնալ որ գրեթե մեծ մասը սոստերը հասկացում ունեցած ենք վստահ եմ, որ եթե խոսի մարդիկ վրաս պիտի խնդան, որովհետև լավ չի գրնան բացադրել, չէ՞։ Կամ եթե հարցնեմ եկե ինձի, որ պատասխանը չունիմ, ինչ հոգ, գերտամ գահարցնեմ, ու կամ ինձ մելավ կիցողի մը գահարցնեմ, պատասխանը կունենամ, գսեմ, օքեյ, աս է պատասխանը։ Ինչ պետք ունիմ ամենչնալու, ես իմ ունեցածը շատ ավելի արժեքավոր է, քան իմ կիցածս։ Իմ կիցածս ոչինչ է, եւ իրականությունը այս է, որ շատ անգամ Սուրբ Հոգին մեզի պիտի օգնե, բարերը մեր փերանին վրա պիտի տնի, դեղվին վրա որ խոսենք նույնիսկ։ Եվ նույնիսկ եթե սխալինք, Աստված մեզի հաշիվ պիտի չբահանչի ադորամար, ընդհակառակը Աստված մեզի զորություն պիտի դա, Աստված մեզի գրակ պիտի դա, որ ավելին ենք, սորվինք չի դա գնել, բայց երտանք ավելին ենք։ Մենք ամեն մարդալ աս միտքերեն եւ աս վախերեն գրնա անցնիլ, իրես աս վախը ունեցած եմ ես շատ, որ շատ անգամ գսկամ գեղձավոր եմ։ Եթե ես օրինակ համար իմ ընտանիքիս մեջ բզիկներուս սորվեցնեմ եւ որ չի չղայնանան, շիդակ ծևով արդահայտվին։ Բայց փոխարենը ես սխալցեով գարդահայտվիմ, շատ անգամ գսեմ ես ինձի ինչպես խոսիմ իրեն, բայց ես նույն սխալը գնեմ։ Կարևոր չէ թե նույն սխալը գնենք, կարևորը նույն սխալի մեջ մենք ամեն անգամ աբաշխարության կոկանք Տիրոջ առջև։ Եթե գաբաշխարեմ, it's okay։ Շարունակեմ խոսիլ, իրականություն կմնա նույնիսկ եթե ես դագավին դգարեմ։ Նույնիսկ եթե ես դագավին մեղք ունիմ, որ մե չեմ գրնար որ ազատագրվիլ լման, ասել չէ որ ես պետք չէ քաչալերեմ ուրիշները որ ադոր մեջ չինան։ Ուրիշները պետք չէ քաչալերեմ որ Հիսուսին ավելի չհավատան, ավելի խենթ չլան Հիսուսի համար։ Մինչ կգադարենք, մինչ կորձի գլծենք մենք մեր անձը, պիտի սորվինք։ Եվ մինչ Աստծո հետ ժամանակ կանցնենք, իրեն հետ հանդիպում ունենանք, ավելի պիտի վարենք իրեն համար եւ ավելի վարելով ավելի պիտի ուզենք իրեն ծառայել, ավելի պիտի ուզենք մեր ընտանիքներում մեջ գրագը տապել։ Գիտես, իմ սրտիս վրա է որ ասնույթը գար, որ ընտանիքի մեջ Սուրբ Հոգին տապել էր։ Ընտանիքի մեջ, զավակներուն կյանքի մեջ, հոր կյանքի մեջ, եւ որ բաբաս նախքան Աստծո այո, սեր նախքան աբաշխարեր, անհավատ էր, մենք էինք որ հավատացյալ էինք դունի մեջ։ Ինքը օրը մեզի չսավ դղաս կնա եկեղեցի ոնդեղ Աստծո խոսքը լսե։ Օր մնալ պիտի չսեր տերևս։ Մենք էինք որ իրեն արչև սուրբ գիրք կարտացինք։ Մենք էինք որ իրեն ասինք եկուր եկեղեցի։ Մենք էինք որ իրեն ասինք հիվանդության ժամանակ աղոթենք։ Եվ ադիգա բաժար եղավ որ ինքը Աստծո կա։ Ոչ թե որովհետև միան ինքը մեկ անգամեն արտնցավ ասավ ես գուզեմ, դագարակը դեսավ, լսեց եւ հավատաց։ Մենք իբրև հայրը, եթե հայրես այսօր խոսիր զավագիտ, մայրես խոսիր զավագիտ, զավագես
խոսիր ընտանիքիդ, հորդ, մորդ, մորքուրիդ, դունի մեջ են թողոս սկսի գրագը, դունի մեջ են պիտի բայտի։ Դավիթ թագավորին օրինակը նայինք է, ով չի գիտեր Դավիթ թագավորի մասին։ Դավիթ թագավորը Սաղմոսներ գրած է, Աստծո սիրտին յետևեն, Աստծո նման սիրտ ուներ, Աստված իր սիրտը գսիրեր։ Բայց հարցում ուներ, որ իր դուղուն Ապիսողոմի նրածին շիդակ ծևով թեմ չգեցավ։ Ուրեմն Ապիսողոմը գեղեցիկ դղամը ներգեսեց, զորավոր եւ Ապոլորին հրճակավոր էր, բոլորն այրեն գսիրեին շրջանին մեջը։ Ուրեմն Ապիսողոմը սկսավ ժողովուրդը շահիլ եւ պատրաստել իր հոր Դավիթին թեմ ապստամբություն։ Գնաց իր եղբորը Ամնոնին մերծուց, որովհետև իր քույրիկին հետ սխալ հարաբերություն ունեցած էր, եւ յետքը փախավ եւ պատմության վերջը կտեսնենք, ինչպես ինքը ապստամբեցավ հորը թեմ եւ գնաց հորը հալածելու։ Այսինքն Դավիթին, Դավիթ, որ Աստծո սիրտին յետևե մարդ էր, Դավիթ, որ Աստծո հետ կգալեր, բաժար եղավ, որ իր զավակը իրեն թեմել է։ Ինչու? Որովհետև Դավիթ քայլ չարավ իրեն հանդիմանելու, բայց հագարակը գրնար լալ քայլ առներ, եւ եթե քայլ առներ, գրնալ լալ, որ զավակը ապաշխարեր։ Դե շատ անգամ մենք երկու օպշն ունենք, երկու ծև ունենք, կամ գխոսենք, կամ չենք խոսիր։ Եթե չխոսելուն արդյունքը գիտենք, որ բամը պիտի չփոխվի, բացի եթե Աստուծո բամը ըլլա։ Բայց խոսելուն արդյունքը նա, որ գրնալ լալ, որ փոխվի։ Եթե ես այսօր իմ դունիս մեջ հին օրերի երթամ իդ բաբայիս չի կարոզեինք, չի ապաշխարեր, շատ ավանապար։ Բայց որովհետև շարունակեցինք, նույնիսկ որ ինքը գսեր սխալեք, մինեք, կհալածեր, գնեղացներ, ադներ, շարունակեցինք, ապաշխարեց։ Շատ անգամ սկիզբը դժվար գլա, գտանտաղինք, կհուսահատինք, կգենանք, բայց իրականության մեջ վերջը տեսնես է, որ Աստվածը պիտի բարավորվի, պիտի շարունակես։ Եվ ես քեզի կաչալերեմ, որ երբեք չգենաս, երբեք թաթար չառնես դունիդ մեջ գրագը լալեն։ Երբեք չթատրիս դղոցդ բզիկներուդ սորվեցնելու Աստծո խոսքը։ Երբեք չթատրիս չցանցրանաս, որովհետև հոգնած ես։ Իրես շատ դրույն է անցյալները երկար ժամանակ կփորձեին ես եւ Սերինը աղոթել դուրի մեջ։ Ես եւ ինքը։ Եվ ամեն շաբաթ սովորական հոգնած եմ, գործ ունիմ, այսօր սիրտ չունիմ, վաղը ասինենք, վաղը ադինենք։ Չենք չի գրծան գաղոթել, երկար ժամանակ չի գրծան գաղոթել, ոչ իրար մեկ ամը չնային կոր, պամը չի գար, բայց չաղոթեցինք։ Գիտեք ինչ էր հարցը, որ պետք է ոտք դնեինք և ասեինք չորեք շաբթի օրերը, մեկը չի կար մեզի, մենք դեղմը չենք երդայրը, վաս օրը մենք պիտի աղոթենք, վերջակետ։ Շատ բարձ էր, և ադոր վրա ամեն չորեք շաբթի գաղոթենք։ Որովհետև ոտք դրինք, ասենք պիտի ենք աս մեկը, մեզի համար ասիկա հիմնական է մեր կյանքի մեջ։ Ոտք դնենք մեր դունին մեջը, Աստծո խոսքը փոխանցենք, Աստծո գրագը փոխանցենք։ Հիսուս երբ աշակերտներուն ղրգեց, չսավ, եթե ուրախ եք դղակ կացեք կարոզեցեք, եթե այսօր անկիստ կսկակ կորպորերնից ծավ չիգա կացեք կարոզեցեք, սավ կացեք։ Եվ նույնիսկ գործ արակելոցի մեջ նայեցեք ինչս է։ 1:8 գսե բայց Սուրբ Հոգին ծեր վրա եկած ադեն զորություն պիտի առնեք եւ ինձի համար վգաներ պիտի ելակ Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչեւ երկրին ծայրերը։ Ինչ պիտի առնեք։ Զորություն պիտի առնեք, քու ուժովդ պիտի երթաս, ոչ, ինչպես Սուրբ Հոգին զորությունը կառնենք, միայն իրեն հետ հանդիպելով, միայն իր հետ ժամանակ անցնելով, ամեն անգամ, որ իր հետ ժամանակ անցնեմ, ամեն անգամ, որ իր մեկը լեցվիմ, այդ զորությունն են գրնամ լեցվիլ ես, այդ զորությունն են գրնամ ունենալ, սկացում չէ իրականության մեջ, իշխանություն է, եւ այդ մեկը պետք է կործածեմ ես, եւ արի այսօր դու Սուրբ Հոգին ունիս, ամեն, այսօր այդ զորությունը մեր մեջն է, ամեն, այդ զորությամբ կործենք երկրի վրա, այդ զորությամբ կործենք մեր դուներում մեջ։ Հիսուս չմոռացավ, որ աշակերտները գրնալալ անապահովություններ ունենային, գրնալալ դժվարություններ ունենային, չմոռնար մեր դժվարությունները, մեր ելևեջները, չմոռնար ադոնք, բայց անոնցմե անտին Աստծո գամքը շատ ավելի կարևոր է։ Իրենք շատ գեղեցիկ բան մեծ մասը ծկնորս էին։ Դերևս գրել գարտալ չէին գիտեր, ուսյալ չէին։ Այսօր եթե դու բզդիկ Terevez telefoni văra pamă chitnasne în el paregamneru church gamăchnas. Terevez pamă ga gyanki met chitnasne kordit met mek kadar gamăchnas ka kashvis bezdik kıskank. Asonk aşharin arça Isus'u bir divgayeyin
հալածվելու եւ մեռնելու չափ սիրահարվածը լալով գրել գարտալ դերևս չէին գիտեր միան ցուկ գործային խոսքը գիտեին Աստծո սիրահարված էին Սուրբ ոգին գրագի իրենց մեջ ներ բայց Պետրոս ըսավ անոնց գործարակելոց 2:38-39 համարները Աբաշխարեցեք ու ցեզմե ամեն մեկը թող մգրդվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերու թողության համար եւ Սուրբ ոգին բարգեւը պիտի ընդունիք Վասնզի խոստումը ցեզի է ու ծեր որդիներուն եւ բոլոր հերու եղողներուն որոնք մեր Տեր Աստվածը պիտի կանչե խոստումը որ այսօր մենք կաբրինք Սուրբ ոգին գրագը որ մենք ունենք այս եկեղեցին խոստումները այս դան մեջ խոստումները մեզի չեն միան մեզի են եւ մեր որդիներուն են մեզ մե յետ հաջորդ սերունդին են մեզ մե յետ մեր կողը գտնվող անցերունալ են միան քեզի չեն եկեղեցին չի դվավ միան աս եկողներուն եկեղեցին դվավ բիեուտի շրջանին համար Եկեղեցին դվավ Աստված մեզի հոս լիպանանին համար Աստված ծրագիր ունի այս եկեղեցի միջոցով եւ պիտի գադարե եւ միայն ինձ համար չէր միայն ասոր եւ անոր համար չէր ամբողջ եկեղեցին համար էր ամբողջ երկրին համար էր Եթե Սուրբ Գիրքեն գարջ օրինակներ առնենք ինչպես ընտանիքներ վարած էին Աստծո համար Փիլիպոս Ավետարանի չգար 21-րդ գլուխ գործարակելոցի մեջ 4 աղջիկ ուներ բոլորը մարգարեանային Վաու Երևի հետս որ կու դանդ մեջ 4 զավակ ունիս 1 2 3 կարևոր չէ գմարկարյանան գորած համար Աստված իրենց շրտներում մեջ խոսք դրած է բայց ով իրենց սորվեցուց տուն սորվեցուցիր ով Փիլիպոսի աղջիկներուն սորվեցուց Փիլիպոսը սորվեցուց իրենց հայրն էր Գործարակելոց 10-րդ գլուխ Գորնելիոս եւ որ Պետրոսի եկավ Գսե 10-րդ գլուխ 24-րդ համար հաջորդ օրը Կեսարիա մտան Գորնելիոս ալ իր ասկագանները ու մդերին բարեկամները կանչեց անոնց կսպասեր 44-րդ համարին մեջ ու երբ Պետրոս այս խոսքերը գխոսեր Սուրբ ոգին իջավ ամենուն վրա որոնք խոսքը գլսեին եւ որ քու դանդ մեջ խոսքը գխոսիս Սուրբ ոգին պիտի կա Սուրբ ոգին պիտի լեցնե Սուրբ ոգին պիտի ջեղկե այդ բادرը որ աշատ անգամ կգարձենք որ դժվար է այս մարդը աբաշխարե դժվար է աս դղաս եւ աղջիկս աբաշխարեն Աստծո ջամփու մեջ կալեն դժվար է այս ցանկի մեջ շիդակ կալեն նո Սուրբ ոգին կգոդրա այդ ամեն բادرը դերևս վախ ունիմ որ աբակային ինչպես բզիկներս պիտի մեզան Սուրբ ոգին եւ որ եկավ իմ ցանկիս մեջ աս նույն բادرեն գային բոլորը կդրվան Նույն Սուրբ ոգին է որ քու ընտանիքիդ մեջ պիտի կա, քու կյանքիդ մեջ եւ քու ընտանիքիդ մեջ պիտի գոդրի ամեն բادرը։ Գործարակելոց 16-րդ գլուխի մեջ կտեսնենք Փանդաբեդը, որ Պետրոսին ժամանակ բացվեցավ դռները եւ Փանդաբեդը նախքան ինքն կմերցներ հասան իրեն եւ Փանդաբեդը գսե Պետրոս գսե Փանդաբեդին հավատա Տեր Հիսուս Քրիստոսին ու պիտի փրկվիք տուն եւ քու դունդ։ Փրկությունը դան է։ Աստված ընտանիքը գուզե Աստված միան քեզի չի կանչեց որովհետև դու լավ անց ես որովհետև դու գուզե քեզի նո գուզե քեզմով ընտանիքիդ հասնել քու ընտանիքով քերտաստանիդ հասնել շրջանիդ հասնել շենքիդ հասնել բարեկամներուդ հասնել Դիմոթեոս շատ կսիրեմ ես Դիմոթեոսի ինձ համար հզոր առաջնորդ էր բայց մեկ հատ բզիկ համար մը գա որ Դիմոթեոս երրորդ սերունդն էր հոգևորը լալու իր մեծ մաման էր որ իրենց հասցուց լուրը Քրիստոսի մեծ մամա ես մեծ բաբա ես Կարոզե թորնիկներուտ դուն թերունիս գրնալալ Դիմոթեոս մեծնա դունիդ մեջ ես գիտեր ով պիտի մեծնա ինչ պիտի նե երկրի վրա դուն կորձ ունիս ես կորձ ունիմ գրակ ունինք ամեն Սուրբ ոգին ընտանիքիդ մեջ գրակ պիտի տապե այսօր եկեք միասին աղոթենք ոտքի գնանք բաշտենք Աստուծո հանդիպելու համար Քրես մի մտա հոգվիր որ ինձ ցայն պիտի կա իրենց մե գրագը Աստուծո դրած գրագը կու մեջդ քիդությունը չի բանջեց դարիքը չի բանջեց ունեցածը չի բանջեց Աստուծո Սուրբ ոգին գրագը բանջեց Սիրդդ որովհետև դու այո սիր ինքը լեցուց քեզի եկուր հատ այոն աբրինք ավելի եկուր այսօր հատ այոյի մեջ քալելով աբրինք համարցակ աբրինք անվախ աբրինք մեր զորուչամ չէ ուժով չէ զորուչամ չէ գսե
Այլի մոքիովս է գսե զորքերու դերը։ Ես գեղեցիկ բան ներքճած աղոտկյադենց համար մի եկավ սիրտիս մեջ Հռոմեացիս 10-րդ գլուխ 17-րդ համար գսե հավատքը գուկա լսելեն խոսիր հավատք մի դարտնա հրճագե դունիտ մեջ հրճագե ընտանիքիդ մեջ հրճագե շենքիդ վրա հույսդ մի գդրեր Աստված հույսը գդրած չէ Աստված երբեք հույսը գդրած չէ հույսդ մի գդրեր Անհավատները, որոնք հավատացյալ են եւ հոս են, իրենց անցյալը շատ քեշ էր։ Բայց Աստված բոլորին փոխեց։ Բողոսը փոխեց։ Բողոսը, որ հավատացյալներուն թիվ 1 թշնամին էր, փոխեց։ Եվ վրա իրեն համար մեծ գդրիճը, որ ամբողջ Ասիան փոխեց։ Բայց ինչն էր որ շարունակեց, որ այս հավատացյալները ավելի խենթ լան։ Ինչն էր որ շարունակեց, որ սերունդ է սերունդ փոխանցվի այս գրագը ինչն էր որ շարունակեց որ դուն կացին իրենց աղոտներեն վերջ գրագը հոն դարածեցին հալածանք եղավ ամբողջ աշխարհ կացին եւ հոն դարածեցին Հիսուսի հանդեպ իրենց խենթ սերն էր այդ հանդիպումեն եկած իրենց սերը Հիսուսի ամեն